Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարելու սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր 2025 թվականի դարվան վերջին օրն է։ Ինչպես որ ամեն մեկ ընկերություն, ամեն մեկ հաստատություն դարեվերջին հաշվեհարդար կգադարե։ Այսինքն հաշիվները կժողվե, կովկովի կբերե, կտեսնե թե ինչ բաներու մեջ հաջողած է, ինչ բաներու մեջ ցախողած է, որ ապրանքները շահ բերած են իրեն եւ որ ապրանքներու մեջ ինք վնաս կրած է եւ դարեվերջին հաշվեփակ կգադարե եւ կպատրաստվի որ հաջորդ տարին ավելի լավ շահ ունենա, վնասներեն գսորվի, շահերը գավեցնե, որբեսի ընկերությունը ավելի փառքավաճի։ Սիրելի քույրեր եղբայրներ, ինչպես որ ընկերությանց բարակային հաշվեհարդարի բահը գա, այդպես եւ ավելի մեզ յուրաքանչյուրը ունի հաշվեհարդարի իր ժամանակը։ Եվ այդ ժամանակը այսօր է։ Այսօր սիրելներ, այս խելահեղ կյանքի վասկին մեջ պետք է բահմը առանձնանանք։ Պետք է բահմը սիրելներ խորհրդածենք։ Մենք մեր անձին, հոգին, սրդին, էության մեջ մտնենք եւ հաշվեհարդար կատարենք։ Դեսնելու համար թե ինչ բաներու մեջ մենք հաջողություն արձանագրեցինք եւ ինչ բաներու մեջ մենք ցախողեցանք։ Եվ այս հաշվեհարդարը սիրելներ անհրաժեշտ է մեզ յուրաքանչյուրին, անհրաժեշտ է ընտանիքի համար, անհրաժեշտ է ազգի համար։ Աստված սիրելիներ մեզ յուրաքանչյուրին դարբեր դաղանտներ, ցիրքեր, շնորհքներ դված է, որբեսի այդ ցիրքերը, դաղանտները, շնորհքները ծաղկեցնենք, աճեցնենք, շահարգենք, բազմացնենք ու դարածենք։ Եթե հավատարիմ գտնվենք սիրելներ Աստուծո մեզի դվածին հանդեպ, ապա Աստուծո օրհնանքին ու գնահատանքին պիտի արժանանք։ Իսկ եթե սիրելներ այդ դաղանտները, շնորհքները, ցիրքերը մեր մեջ խեղդենք, ապա Աստված հաշիվ պիտի պահանջի մեզ։ Այո, այսօր սիրելներ, քանի թեր գաբրինք, մենք մեր անձին հետ պետք է հաշվեհարդար կատարենք։ Բայց երբ գանքնենք Տիրոջ դիմաց, ապա սիրելներ Աստուծո մեր հաշիվը պիտի տանք։ Հաշվետվության բահը պիտի կա անպայմանորեն։ Յուրաքանչյուր անձի ամեն մարդ հաշվետու պիտի լա Աստուծո իր գադարած աշխատանքներուն, իր շահարգած ցիրքերուն, դաղանտներուն, շնորհքներուն համար։ Այս մասին սիրելներ Տեր Հիսուս Քրիստոս արագ մտածեց։ Այս արագը գարտան Ղուկասու ավետարանի 19-րդ գլխուն մեջ, նույնը նաև Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխու մեջ։ Բզդիկ դարբերությամբ։ Մատթեոսի մեջ կխոսի քանքարներու մասին, դաղանտներու ցիրքերու մասին, իսկ Ղուկասի մեջ մնաստերու մասին, այսինքն թրամի մասին։ Ղուկասու ավետարանի մեջ Հիսուս կսե. ազնվական մարդ մգար, որ պիտի մեկներ ուրիշ երկիր իշխանության դիրանալու համար ու ապա պիտի վերադառնար իր երկիրը։ Գանչեց իր ծառաները 10 հոգի եւ յուրաքանչյուրին տրամը տվավ եւ ասավ. շահարգեցեք այս տրամը մինչեւ իմ վերադարձս։ Այդ ծառաները ամեն մեկը դարբեր կորձինը վիրվեցավ։ Իրենց դիրոջ, իրենց բաժին ինգած տրամը շահարգեցին շահարգուներու մոտ։ Եվ դերը վերադարձավ, յուրաքանչյուրը գանչեց
եւ հաշիվ բանջեց անոնց մե ինչպես ըսի հաշվետվության բահը պիտի կա անպայմանորեն առաջին ծառան իր դիրոջ սավ դեր դու ինձի մեկ ոսկե դվիր մեկ տահեգան դվիր ահա 10 ավելցած կես գվերաթարցնեմ եւ դերը քնահատեց իր ծառանը սավ ապրիս բարի եւ հավատարիմ ծառա որտեղ փոքրի մեջ հավատարիմ գտնվեցար քեզի 10 քաղաքներով վրա գարավարիչ կնշանակեմ երկրորդ եկավ եւ դիրոջը սավ դեր դու ինձի մեկ դվիր ահա քեզի 5 շահած կվերաթարցնեմ եւ գրգիր անգամ դերը կնահատեցինք եւ սավ ապրիս բարի ու հավատարիմ ծառա քանի որ մեկը 5-ի վերածեցիր քեզ 5 քաղաքներով վրա գարավարիչ կնշանակեմ եւ այսպիսով սիրելներ բոլոր ծառաները ամեն մեկը իր դիրոջ ներկայացուց դիրոջ իրենց տված մեկ ոսկին շահը վերջինը դիրոջ դիմաց եկավ եւ ասավ դեր դու ինձի մեկ դվիր ահա մեկը դիետ կվերաթարցնեմ դերը ասավ ինչու չշահարկեցիր ծառան ասավ որովհետեւ դեր վաղցա քեզ մե որովհետեւ գիտեի որ դու խիստ ես գարնես ինչ որ քուգը չէ գնցես ինչ որ չես սանած հետևաբար ծալեցի թաշկինագի մեջ բայեցի որբեսի չգործընծնեմ զայն ահա քուգինը դիետ քեզի կվերաթարցնեմ եւ դերը խիստ բարգացավ անոր նկատմամբ եւ սավ չար ու ամբիդան ծառա եթե զիս գամարես խիստ եւ գսես որ գհնցեմ այնինչ որ չեմ սերմանած եւ գարնեմ այնինչ որ իմս չէ ուրեմն ինչու չշահարկեցիր այս իմ դվածս հետևաբար դերը խստությամբ գբաջեզային սիրելի քույրեր եղբայրներ եկեք անցնող 364 օրերուն հաշվեհարթարը գդարենք մեր կյանքի մեջ Աստված ինչ ցիրքեր, ինչ դաղանտներ, ինչ շնորհքներ մեզի տվավ սիրելիներ ամեն մեկուս իր ունեցած թերին ու ճաշտոնին մեջ իր ունեցած այն միջավայրի մեջ որ ինք կապրի Աստված սիրելիներ գրոնավորներուս դաղանտներ ու ցիրքեր տվավ ինչպես կործածեցին զանոնք Բեդական մարդոց դաղանտներ տվավ ինչպես կործածեցին իրենց այդ դաղանտները ցիրքերը շնորհքները զինվորներուն սամանաբահներուն դան ընտանիքի հայրերուն մայրերուն զավակներուն թբրոցի ուսուցիչներուն վարժաբետներուն աշակերտներուն ընկերության մեջ աշխատողներուն կորձավորներուն ու կորձադերերուն Այն խոսքով սիրելիներ ամեն մարզի մեջ ամեն տասագարքի մեջ ամեն դարիքի ամեն քույնի մարդոց դերը ամեն ինչ տվավ յուրաքանչյուրին իր կարողության համաձայն շնորհք եւ դերը ուզեց որ այդ շնորհքը մենք բազմապատկենք ինչ ըրինք սիրելիներ այդ շնորհքներով արդյոք զարգացուցինք դիրոջ մեզի տվածը բազմացուցինք Եվ ահա դարևերջը գրնանք դիրոջ դիմաց կալ փած ճակատով եւ ասել դեր դու ինձի մեկ դվիր ահա քեզի 10 կդարձնեմ ահա քեզի 9 8 7 6 5 կդարձնեմ ահա դեր 4 կդարձնեմ 3 կդարձնեմ 2 կդարձնեմ բայց շահարգած փամը քեզի կվերաթարցնեմ դեր շնորհակալ եմ ինձի տված դաղանթիդ համար շնորհքիդ համար Գրկնաբատկած, քարաբատկած, դասնաբատկած քեզ կվերաթարցնեմ։ Իսկ եթե սիրելիներ, եթե չենք շահարգած եւ այդ շնորհքը, այդ դաղանթը, այդ ցիրկը մեր մեջ խեղտած ենք, ապա սիրելիներ, հաշվետվության բահը պիտի կա։ Ամեն մարդ Աստուծո դիմաց պիտի կանգնի եւ ամեն մարդ հաշիվ պիտի տա։ Ահա սիրելիներ, այսօրը մենք պետք է Գիտենք մեր անձին մեջ, թե ինչ ըրինք։ Արդյոք ժամանակ դրամատրեցինք դիրոջ։ Արդյոք աղքատի օգնեցինք։
մերգ մհակցուցինք, անոթիմը գշտացուցինք, ծարավյալիմը խմցուցինք, գաթիլմը չուր, հիվանդիմը այցիկացինք, փանդարգյալիմը այցելեցինք, արդյոք մեգումը ցավագից եղանք, արդյոք մեգումը ժբիտ բարգևեցինք, թե ոչ ցավ բարգևդվինք, թե ոչ ուրիշին չարիք ըրինք, թե ոչ ուրիշին վնաս հասցուցինք, երկրին մեջ մոլախոդի պես փուշ դարձանք, ուրիշներու կյանքին մեջ, արդյոք ծնողներ իրենց ընտանեկան ծնողական բարդականությունը կատարեցին, զավակներ իրենց ծնողներու հանդեպ զավակի բարդականություն կատարեցին, պետական մարդիկ պետության հանդեպ, ազգի հանդեպ իրենց բարդկերը կատարեցին, եկեղեցվո հայրեր իրենց հոդի նկատմամբ իրենց բարդն ու բարդականությունը կատարեցին, զինվորը իր բարդականությունը կատարեց, ըսպան հրամանատարը, այլ խոսքով սիրելիներ ամեն մեկ անց իր բարդականությունը կատարեց, քոհի իր կատարած են, եւ եթե քոհ է, պետք չէ քոհանա, այլ պետք է ավելին ցկտի, ավելցնե օրե օր, ամիսե ամիս, դարիե դարի, որբեսի արդյունավորվի իր աշխատանքը եւ վարագիչ դառնա ուրիշներու մոտ իր շահը, իր աշխատանքը եւ ուրիշներ ալ ցկտին անոր նման գադարեն կորձը իբարս աստուծո եւ նաեւ ի բայցարություն ժողովրդին, իր ժողովրդին եւ ամեն մեկը իր ժողովրդին, իր ազգին, իր հայրենիքին, իր ընտանիքին։ Սիրելի քույրեր եղբայրներ, դարվա վերջը առավելապար ամեն մեկս իր ինքզինքին հետ հաշիվի նստելու ժամանակն է, բահն է։ Այո սիրելիներ, ամեն մեկ արևնամուդեն ետք հաջորդ օրը լուսաբայծար արևը կբացվի։ Երբեմն օր կբացվի, որ ամբերով լեցուն է։ Երբեմն այդ ամբերը գորոդան, երբեմն դեղադարապ անձրև կթափեն կամ ահավոր ցույն։ Բայց վերջի վերջո արևը կբացվի։ Վաղը մեր դիմաց պիտի բացվի նոր դարին։ Ինչպիսի նոր դարի պիտի ունենանք, ադիգա խորհրդավոր է, դիրոջ ցերկերում մեջ է։ Արդյոք մեր անհատական կյանքի մեջ, մեր ընտանեկան կյանքի մեջ, մեր ազգային կյանքի մեջ, մարդկության կյանքի մեջ, ամբրոպներով, որոդումներով, գայծակներով, փոթորիկներով ու խդացված ամբերով դարի պիտի բացվի, թե ոչ բայցար ու հույսի դարի։ Մենք սիրելներ այդ բոլորը չենք գիտեր, բայց մեկ բան գիտենք, ան որ դիրոջ գվստահի, ամոթով չի մնար եւ չի հուսալքվիր, այլ հզոր կդառնա։ Եկեք սիրելներ, այս դարի ավարտին, դարի վերջին Աստուծո ասենք, փառք ես Աստված, փառք դեր ամեն ինչին համար, որ մեզի բարգեւեցիր։ Եկեք սիրելներ, ասենք Աստված ողորմի բոլոր այն ընչեցյալներուն, որոնք մեր ընտանեկան կյանքի մեջ են մեզ բաժնվեցան, մեր ծնողներ են, մեր հարազատներ են, մեր ազգի զավակներ են ու մարդկութեր են։ Աստված անոնց հոգիները լուսավոր է, Աստված զանոնք իր ողորմության արժանացնե եւ ոչ թե իր արդար դատաստանին, որբեսի Աստծո ողորմությամբ կարողանան փրկվել։ Աստված սիրելներ վիրավորները ոտքի հանե, բժշկե հիվանդները, Աստված սիրելներ օրհնե մեր ազգը եւ ամայն մարդկությունը, ահավոր ցնցումները հերացնե մեզ բոլորս, Աստված հաստատուն ու անշարժ բայ հայաստանի ցարակելական Սուրբ Եկեղեցին մեր pedagogiությունը, մեր բոլոր հիմնարկները, Աստված բայ բահբանե հայոց ազգի
փանագը, սահմանաբահ զինվորները, Աստված դուն վերադարձնե կերևարված մեր զավակները, փանդարգյալները եւ մեր ասկին սիրելներ իրարու հանդեպ շնորհք, սեր եւ հանդուրժողություն շնորհե։ Շնորհակալություն մեր Տիրոջ, որ մեզ այս ամբողջ դարին առաջնորդեց։ Կուզեմ սիրելներ շնորհակալությունս հայտնել ցեզմե յուրաքանչյուրին, որ 2025 թվականի ամեն օրը զիսցեր դուները ընդունեցիք այս դեսահոլովակներու, այս հոգևոր նախաճաշներու ջամփով։ Փորձեցի սիրելիներ խոնարհապար Աստուծո Սուրբ Հոգին ինձի բարգեված շնորհքներով ու իմաստությամբ ամեն օր Աստուծո Սուրբ խոսքերը ցեզի փոխանցել։ Անխարթախ գաթի նման, առանց ովևէ մեկ քաղաքական, գուսակցական, առանց ովևէ մեկ գազագերբությանց, աստեցությանց ենթարկվելով, այլ անխարթախ գաթի նման, որ զուտ գաթ է առանց ճուր կամ ովևէ մեկ ուրիշ նյութ խառնվելու։ Փորձեցի սիրելներ Աստուծո ինձի տված կարողության ու շնորհքներուն չափով Աստուծո այդ սուրբ խոսքերը հրամցնել ցեզի եւ ամեն օր սեր քարոզել, սեր դարածել, Քրիստոսի սերը, որտեղ Տերը գուզե որ մենք իրար սիրենք սրբությամբ։ Հերու ամեն տեսակ ադելաբար խոսակցությունները, հերու ամեն տեսակ քաղաքական հայացքները, այլ զուտ Աստուծո սուրբ խոսքը, ոսկի նման մաքուր, զդված, որտեղ սիրելներ Աստուծո խոսքն է որ մարդս կփոխե եւ մարդս փոխվել է յետք է որ գրնա փոխել իր շրջապատը, իր ասկի մեջ լույսը լալ, իր եկեղեցվո մեջ, իր pedagogian մեջ, իր փանագի մեջ եւ իր ամբողջ ընկերային շրջանագի մեջ։ Աստուծո խոսքով սիրելներ զինվեցեք։ Ջաշագեցեք եւ տեսեք թե որքան քաղցր է դերը։ Աղոթենք, որ եկող բացվող դարին մեր բոլորին համար դառնա օրհնության դարի, սրբության դարի, հոգևոր վերանորոգության դարի, հանդուրժողության ու սիրո դարի, որբեսի սիրելիներ ինչ որ խախտված են ամրաբնթվին եւ կարողանանք ամենքս միասին սիրելներ 2026 թվականը ապրիլ Աստուծո հովանին ու բահբանության տակ Աստուծո ողորմությամբ ու ներկայությամբ սրդանց սիրելներ գշնորհավորեմ ձեր բոլորին նոր տարին աղոթելով որ բոլորը թալ սիրելներ բոլորս ալ Աստուծո մեզի տված շնորհքները, ցիրքերը, դաղանտները նոր դարվա ընթացքին օր կործատրենք, ժամ դանք սիրելներ աղոթքի, բահեցողության շեշտ տնենք, եկեղեցի հաջախենք մշտապես, Աստուծո սուրբ խոսքերով եւ ներկայությամբ զինվենք եւ մարդկության լույս ըլլանք ու մեր ասկի մեջ փարիք բերենք իրարու հանդեպ սիրով ու հանդուրժողությամբ իրարու մեղքերը ներելով եւ իրար սիրելով ինչպես Տերը արավ մեզ մե յուրաքանչյուրին Աստված թող բահե բահբանե մեր ասկի բոլոր փարի ղեկավարները բոլոր սրդերու մեջ են գեղձիկը թավաջանությունը ողը քինախնդրությունը դուրս անե եւ մեր գրոնական ու ասկային ղեկավարները սրբությամբ ապրին, որ մեր ազգի նավը ամփորձանք բոլոր տեսակի ալեգոձումներեն թեպի խաղաղ նավանկիստ առաջնորդեն ղեկավարությամբ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին։ Աստված ցեզ արադապես թողորտնե իր փառքը, իր երեսը, իր լույսը թող ծեր ընտանիքներուն եւ մեր ազգին եւ համայն մարդկության վրա ցակեցնե եւ խաղաղությամբ նոր դարի ունենանք։ Օրհնյալ մնացեք։